հիմնական պաշտոնից պաշտոնանկությանը հաջորդող խորհրդականի օգնականի պաշտոնին նշանակելը շատ հաճախ զուտ սիմվոլիկ դեր ունի, որը ուղերձա, որ ասում է, որ այս մարդուն չենք վռնդել համակարգից։ Սա այս կոնտեքստում ուղերձա եւ սա մենակ ներքին գործերի նախարարությունում չի, սա տարբեր տեղեր ենք տեսել, որ այս մարդուն չենք վռնդել, որում հաճախ լինում է, չէ՞, օրինակ երկու պաշտոնանկ են անում, մեկին խորհրդական են նշանակում, մյուսին չեն նշանակում։ Հստակ ուղերձ է, այս մեկին վռնդել ենք, իսկ այս մեկին չենք վռնդել, ուղղակի գող չենք իր աշխատանքից, ուրիշ մարդ ենք ուզում տեղը նշանակենք։ Հենց չի որ վռնդել ենք, էլի։ Այս կոնտեքստում է պետք նայել երեք փոխոստիկանապետերին, խորհրդականի օգնականի պաշտոնների նշանակումը, սա առաջինը, երկրորդը այս մասը եկեք ուղղակի հստակեցնեմ հանրության համար, փոխոստիկանապետերը Հայաստանում 4-ն են եւ ամեն մեկը իր հերթին գլխավորում է ոստիկանության առանցքային հենասյուներից մեկը։ Ոստիկանությունը ունի 4 հենասյուն, դա քրեական ոստիկանությունն է, համայնքային ոստիկանությունն է, բարեկային ծառայությունն է եւ գվարդիան է։ Հա, սրանցից ամեն մեկի հրամանատարը իր պաշտոնն է նաև փոխոստիկանապետը։ Եվ այս 4-ից 3-ին փոխարինել են, 4-ից 3-ին բացի գվարդիայի հրամանատարից, որը այս սպանությունների այս հանցավորության պատկերի հետ համարյա թե անելու բան չունի, մյուս 3-ին անել են, որտեվ ինձ թվում է, որտեվ այո, պետքա պատասխանատվություն լինի դեպքերի համար,